Տեսեք, մարդկանց այս խոսքը, որ լեզվի տակ թույն կա, կոկորտներից որպես բաց գերեզման գարշահոտություն է գալիս, անեծքներ ու հայոյանքներ են տեղում, ինչ պիտի լինի այս ամենից հետո սպանություն։ Այսինքն մարդը իր անեծքները, իր սրտի ցանկությունները գործի պիտի դնի։ Այ ամենապարզ օրինակը տեսեք, մարդը, որ օրինակ խմած չէ, բերեմ խմած մարդկանց վրա, ինքը կարող է իր մեջ եղած չարությունը, նախանձատելությունը զսպել։ Բայց երբ որ հանկարծ մի բաժակ խմում է, իր զգայությունը թուլանում է, իր բերանը բացում է, սկսում է ինչ որ մտածում է դիմացի մարդու մասին խոսել։ Եվ մեծ հանցանքները հիմնականում խմած ժամանակ են կատարվում, չէ՞։ Կամ երբ որ որևէ մեկը քեզ ատում է, այնքան ժամանակ քան դու իր համար վտանգավոր չես, զսպում է, հենց տեսավ իր շահին կպնում ես, ինքը իր բերանը բացում է, սպանում է քեզ։ Եթե ֆիզիկապես քեզ չի սպանում, քո թիկունքում դավեր նյութելով, քո մասին բամբասելով, քեզ չարախոսելով, սպանում է քեզ։ Ամենամեծ սպանությունը մարդու իր անունը ոչնչացնելն է։ Դա ամենամեծ սպանությունն է, որովհետև ֆիզիկական մահը գիտես հարություն կա, բայց երբ որ հասարակության մեջ քեզ սպանում են, շատ դժվար է վերականգնել։ Ես շատ հաճախ որ գերեզմաններում լինում եմ, երբեմն գալիս են մարդիկ անցնում են, ասենք 100 տարվա մահացած մարդ կա, իրանք չեն էլ տեսել, բայց ասում են, այս մարդը սա է եղել, մարմնավաճառ է եղել, գործ տվող է եղել, դավաճան է եղել, ուրացա, այսինքն դարերով շարունակում են խոսել այս մարդու գերեզմանի մասին։ Դրա համար այս մարդիկ, ովքեր որ այս չար գործեր ունեն կյանքի մեջ, ուրեմն իրենք ինչ են անում, իրենց մեղքերից հետո սնում են իրենց գործնական մեղքերը, լեզվին սուր է տալիս մարդու ձեռքը, որպեսզի լեզվի ցանկությունը վերածի գործողության եւ սպանության պատճառ դառնա։